Հլարի։ Որցուկ։ Տեսնեմ չկապեմ, տեսնեմ ինչ ես անում։ Այ որցուկ։ Մարդ չգիտի քեզ կապի թե չկապի, մի հատ դուք ներս անցեք։ Հա։ Հլարի էստեղ։ Խելոք, հլը տես։ Զաբել մի րոպե չմտնես ես կեղտի մեջ։ Ասում եմ, երբ որ մարդու վրա է կեղտը, չես կարող մաքրել։ Մարդը կեղտի մեջ է, ինչ մաքրես։ Մի րոպե Զաբել չմտնես կեղտի մեջ, դուք ավելի մաքուր եք, չեմ վախենա ասել։ Գնացեք ներս գալիս եմ։ Որցուկը գնաց է թաքնվել է։ Հա, կերակ վերջացրեցիք։ Այն ձեր որցուկը գնացել է թաքնվել է։ Ինչը ասեցի կապեմ, գնաց։ Այդ որցուկինն էլ եք ուտում, լա կերեք հետո իրենը կտա։ Ուրեմն լեզուն հասկանում եմ։ Հա, իհարկե։ Ինչպես միշտ մարդիկ կենդանիներից ավելի կեղտոտ են։ Ինչ ասեմ ուրիշ ասելու բան չունեմ։ Ահա, տեսավ ուտում են, սկսեց առաջանալ։ Արի որցուկ, արի։ Արի, չեմ կապում։ Թաքուն ա ուտում։ Որ չկապեմ, չեմ կապում, արի որցուկ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ է, իսկ լունտիկը։ Հա, ինքն էլ է լավ, դու ես պատասխանում իր տեղը, լավ, եկա։ Դե սիրուններս կուտեք, լավ։ Հա, քեզ էլ սիրեմ։ Հա։ Քեզ էլ։ Արի։ Այդ գիժ համբերի մի հատ բլեքին սիրեմ, ոյ, արի բլեքս։ Վայ, հասկացա, կեղտոտել է շորերս արդեն, վերջ, տեսնում եք ընկնելու էի։ Հա, դու գիժն ես իմ։ Վերջ, կերեք, իչքան կարող եք խաղացինք, շորերս կեղտոտեցիք, մազոտեցիք, հիմա հացիկ կերեք, եղավ։ Դուք էլ հոգնեցիք, դե լավ, կերեք ու լավ մնացեք։ Եղավ։ Արի, անցի Զաբել ջան։ Արի, որցուկ։ Արի, արդեն չեմ կապելու, արի։ Են տարիքով մարդու վրա ինչ ես հաչում, ախր գիտես ինքը միշտ էստեղ գալիս է ու ձեզ էլ չի նեղացնում։ Ավրորան էստեղ է, հա, իրա տեղում է։ Անցեք տեղավորվեք, հիմա բոլորիդ կերակրեմ։ Զաբել ջան, արի այնտեղ, սա մամային տեմ լցրել, մի քիչ ալարեց, գա, արի, դու արի քո տեղը։ Դու գնա քոնը կեր, Զաբել ջան, հա, նա էլ որցուկը թող ուտի։ Այ, որցուկ։ Թվում էր ամեն ինչ նորմալ է, բայց ոչ։ Այս տարածքում գտնվող կենդանիների կյանքը, մասնավորապես ձագերի կյանքը վտանգված է, քանի որ այստեղ ապրում է մի մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ, սակայն շների հետ կապված երբեք խնդիր չի եղել նրա հետ։ Նրան ուղղորդում են հստակ։ Եկեք կարճել եկեք։ Դրամատուրգությունս անկավ։ Հիմա կպատմեմ, թե խնդիրն ինչումն է։ Հեն վախկոտ, այն փոքրը գոնե հասկացա, որ այդքան վախենալու կարիք չկա, հեն։ Թե էլի վախենալու է փախչի։ Հենտեղ ովքեր են, հա, այս սպիտակն երեք է։ Ու այս գամփրը։ Արի, տեսնեմ։ Գամփր ոչ մեկի հետ չեք կռվում, ուտում եք, ձայն չեմ լսում։ Վերջ, դու գնա այնտեղ կեր, դու էլ էստեղ կեր։ Չէ, օրը այսօր ոնց որ լավ չի սկսվել։ Ասում ես գելու գազաններին չեք տալի, այն խեղճին տուր, որին ճամփին։ Դա խոսքը կարճլիկի մասին էր։ Արի։ Դե հիմա արի ասա, որ բոլորն էլ դրսի կենդանի են։ Արի, դու արի։ Խելոք չես մնում գամփր։ Նույնն է, խելոք մնացեք։ Հա, սիրունի, գնա այնտեղ կեր։ Արի վախկոտ, արի գնանք։ Մարդիկ ինձ տեսնում են, շուն եմ կերակրում խոսելով, քթի տակ փնթփնթալով գնում են։ Ինչ ահավոր է։
Սևոք եկել ես այս կողմերը հետ գնա գալիս են։ Յուս վախկոտներն էլ են տեղի, արի վախկոտ գնամ։ Չար մարդիկ ինքնին երևում են, բայց երբ որ այդ չար մարդիկ ուղղորդում են հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, այդա սարսափելի է։ Հիմա կասեմ խոսքի ինչումն է, եկեք։ Շները մաքուր տեղում էին այստեղ, ախր դուք ուրիշ եք, եկեք գնացինք։ Արի դու էլ արի, Սևուկն էլ երևի հեսա կգա։ Արի։ Շատ խորը հիասթափություն եմ ապրել ու կարող եմ ասել, որ վտանգված է ձագուկների կյանքը ինչ իմաստով։ Այն տարածքը գործարանի, որտեղ կերակրում եմ զաբելենց ու ձագերն են մնում, այդտեղ միշտ լինում էր մի մարդ, իրական դա ոչ մեկին չի պատկանում, բոլոր սթափ ու ոչ հոգեկան շեղվածություն ունեցող մարդկանց համար, բայց այդտեղ մի մարդ է, որի հետ երբեք խնդիր չեմ ունեցել, ինքը իհարկե ոչ ադեկվատ բաներ է միշտ խոսել, բայց շների նկատմամբ արտաքուստ ված չի վերաբերվել, այսպես խոսել է, այսօր երբ կերակրում է շատ ագրեսիվ եկավ ու թե շներին հավաքի տար, դու ես գիտեի, չգիտեմ, դու շպիոն ես, նկարում ես այստեղ տարածքը, Ռուբեն Վարդանյանը նստած է քո պատճառով, այստեղ սենք, այսինքն ոչ ադեկվատ արտահայտություններ ու սպառնաց բացել շենքի դուռը եւ դուրս հանել ձագերին։ Այն ինչ ամենավատն է, որտեվ եթե դրսիններին մի պահ անգամ նեղացնի, կգնան մյուս կողմը։ Բայց ձագերի պարագայում հասկանում եք, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Այդ մարդու հավանաբար օգտագործել են, այսինքն ինչ որ մարդիկ, սթափ մարդիկ դրթել են նրան այդ ամենին, ինչի համար պետք է ասեմ, որ ամոթ իրենց, որովհետև իրենք մարդ կոչվելու իրավունք չունեն, երբ օգտագործում են հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն, այնպես է, որ ես կարող եմ պահանջել, ասել, որ ձերը չի եւ այլ, բայց դուք հասկանում եք, որ երբ որ մարդը ադեկվատ չի, նրա քայլերը նույնպես չեն կարող լինել ադեկվատ, այսինքն նա կարող է պարզապես իսկապես մի օր շանը վնասել ու ես արդեն լուրջ այսօրվա զրույցից հետո լուրջ կասկած ունեմ, որ Ռոյսին, որին նա իբրև թե սիրում էր եւ իր բակում էր, այնտեղ մի հատ ներսի հատվածում կիսակառույց շենք կա, ասում է դա իմ տունն է, կարծեմ այդտեղ է նաեւ մնում, գուցե հենց նա էլ թունավորած լինի կամ սպանած լինի, չգիտեմ։ Իսկապես երբեմն այդպես ավելի հաճախ է պատահում։ Ինչ եմ ուզում ասել, որ երբ որ նա ինչ որ մի ոչ ադեկվատ քայլ կատարի կենդանիների նկատմամբ, վնասի կամ բացի ու այդ ձագուկները անհետ կորեն, խոսքը 3 ձագերի մասին է, ես չեմ զարմանա ու ցավոք նորից եմ կրկնում, նրա հետ խոսելն անիմաստ է, քանի որ նա պահի տակ ինչպես պատահում է, վարվում է, այսինքն հնարավոր չէ նրան ոչ վախեցնել, ոչ սաստել, որտեղ նման մարդիկ չունեն վախ եւ չունեն, այսպես ասեմ, ռեալ դատելու կարողություն, որովհետև խոսում են բաներ, որ նույնիսկ ասում եմ, ես չեմ փորձի ասել, թե ինչեր է նա խոսում, համարում, որ դա իր պապերի տարածքն է, ինչ որ նման բաներ։ Ու ցավում եմ, որովհետև ամեն օր, ամեն պահ, եթե նրա մոտ այդ կրիզիսային հատվածը չանցնի, բայց իմ կարծիքով նրա խոսքերից դատելով ես հասկացա, որ նրան դրթել են դրան, որպեսզի նա ինձ կենդանիներին այնտեղից հանի։ Ու շատ մտահոգ եմ, չգիտեմ, թե ինչ եմ անելու ձագերի հետ, եթե հանկարծ մի բան պատահի։ Շատ ցավով է ու սիրտս անկեղծ շատ է ցավում ու չգիտեմ, եթե դրսինների դեպքում ես ինչ որ միտեղ կհարմարացնեմ, կկերակրեմ, ապա այդ 3 ձագուկները, որ դուրս գան, ես չգիտեմ իրենք քայլը ինչպես կլինի եւ կկորեն ուղակի կանհետանան, ցավոք։ Կերսևուկ։ Աղկոտը հեռվում է, սպասում է, որ գնամ գա տեսնի ինչա մնացել։ Չգիտեմ, ահա որ նեղված եմ, շվարած կանգնած ու չգիտեմ ինչ անել։ Խոստացավ մինչև վաղը սպասել, որից հետո այդ դուռը ձագերի պիտի բացի։ Ես նորից եմ կրկնում, անիմաստ է ասեմ, թե նա ինչեր էր խոսում եւ ասում, որովհետեւ ուղղակի նորմալ մարդու տրամաբանությունից վեր էր, այն կողմ էր, բայց այն խոսքերը, որը նա ասեց, ես հասկացա, որ նրան ուղղակի դրթել են, ինչ որ բաներ են ասել նրան եւ կարողացել են օգտագործելով նրան այնպես անել, որ նա շներին վնասի։
Այսինքն չար մարդիկ ոչ թափ մարդու ձեռքով կատարել վատ արարք, սա է։ Ինչպես միշտ երեխեքը մտան, շները փախան։ Ուր եք վազում, ուր։ Չգիտեմ արդեն։ Դե մի վախեցեք էլի։